2015 թվականի հունվարի 24-ին Հայաստանի սպառողների ասոցիացիան եւ Սպառողների խորհրդատվության կենտրոն հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացրեցին այս տարվա առաջին շրջայցը «Մեր թաղը հասարակական սննդի օբյեկտ»։ Այցի շրջանակներում նախաձեռնության անդամները, ԶԼՄ-ները եւ սպառողները համատեղ ծանոթացան սննդի արտադրության ողջ ընթացքին եւ սանիտարահիգիենիկ պայմաններին։ Ինչպես ներկայացրեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, այս այցերը միտված են հանրության ու սպառողի իրազեկման մակարդակի բարձրացմանը, սպառող արտադրող կապի առավել ամրապնդմանը եւ սանիտարահիգիենիկ վիճակի ուսումնասիրությանը։ Այցելուների խումբը համտեսից հետո լրացրեց հատուկ հարցաթերթիկ, որտեղ ամփոփված էր նրանց կարծիքները։ Պարբերաբար նախաձեռնող խումբը կազմակերպելու է ասուլիսներ եւ ներկայացնելու է հարցաթերթիկների արդյունքները, ինչպես նաեւ հրապարակվելու է այցելից խուսափող կազմակերպությունների անունները։ Այս նախաձեռնության գլխավոր հովանավորը համազգային վստահություն խորհուրդն է։ Մենք եւս մեկ անգամ ուզում ենք վերականգնել ավանդույթը այցելություններ, ձեռնարկություններ։ Սա կարևոր է բոլոր սպառողների համար եւ մասնագիտորեն ուսումնասիրելու համար։ Հետադարձ կապը ձեռնարկության եւ սպառողների։ Սա մեր առաջի շրջայցի առաջի փուլն է, նպատակը ծանոթանալ պայմաններին, գնահատել եւ ինչու՞ չէ նաեւ խորհրդատվություն տալ։ Մեր առաջի այցելությունը այս մեր թաղը շատ հետաքրքիր կոլորիտով մի ձեռնարկություն է, որտեղ ընտանեկան միջավայր է ստեղծվում եւ անկաշկանդ ժամանցի տեղ, բացի հյուրասիրությունից։ Այս կոլորիտը ինձ առանձնապես դուր եկավ։ Շատ օրիգինալ ձևով է ամեն ինչ ներկայացված եւ խոհանոցը վերցնենք, թե ասենք այն մասը, որտեղ սնունդ են ընտրում, համապատասխանում է կարելի ասել բոլոր միջազգային ստանդարտներին, չեմ վախենա այդ բանը ասել, շատ ուրախալի եւ դա աստված որ շատ օբյեկտներ նմանվեն այսպիսի սննդի օբյեկտին, որը հանդիսանում է հենց մեր թաղը։ Մեր թաղը հասարակական սննդի օբյեկտը հիմնադրվել է 2001 թվականին Սարգիս եւ Վազգեն Գրբոյան եղբայրների կողմից եւ երևանցիներին առավել հայտնի է Կիլիկիո այն թափի լահմաջո անվանմամբ։ Ժամանակի ընթացքում փոքրիկ ընտանեկան բիզնեսն այսօր արդեն ընդլայնվել է եւ սպառողին առաջարկվում է ուտեստների մեծ տեսականի, համեմված սիրով, լավատեսությամբ եւ երևանյան կոլորիտով։ Այս վայրը շատ երևանցիների համար սիրելի ու գողտրիկ մի անկյուն է, որտեղ վստահաբար կարող ես հաճելի ժամանակ անցկացնել եւ համեղ սնվել։ Հիմնադիր Սարգիս Գրբոյանը պատմեց, որ ողջ հումքը տեղական արտադրանք է, որը յուրաքանչյուր օր հիգիենիկ եւ լաբորատոր ստուգում է անցնում։ Այն թափցիները հայտնի են եղել իրենց լահմաջիով։ Եվ մեր մամայի, մեր տատիկի այդ համեմունքները մենք ներդնելով մսի այդ ամեն ինչի համեմունքները եւ մենք հասանք հաջողության։ Չգիտեմ, չեմ ուզում գլուխ գովեմ, բայց Հայաստանում մեզ են ասում, որ ամենահամեղը եւ ամենավորակովը ձեն է։ Ես կցանկանամ բոլորն էլ նույն հաջողության հասնեն։ Մեզ հաստիպում են մեր հաճախորդները, մենք հիմնականում աշխատել ենք առաքումով, իսկ ամառը դրսում սեղանները դնելով ստիպված ենք արդեն, որ ընդլայնենք եւ մարդկանց գոնե կարողանանք օգտակար լինել։ Այցի ավարտին նախաձեռնող խմբի անդամները, այցելուները, սպառողներն ու հյուրերը փաստեցին, որ այստեղ իսկապես հաճելիորեն համատեղված են սպասարկման բարձր մակարդակը, սանիտարահիգիենիկ պայմանները եւ մասնագիտական որակյալ կազմը։ Իսկապես ուրախալի է փաստել, որ ժամանակի ընթացքում Հայաստանում եւս ներդրվում է բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում ընդունված ճանաչողական եւ տուրիստական նմանատիպ այցերի մշակույթը։